Վիրահատությունը անցավ, բրծավ, չէ՞, ամեն ինչ վերջացավ։ Հիշում ես, մենք վիրահատության ոնց էինք գնում, papan քեզ ոնց էր սովորացրել։ Հաղթանակով։ Հենց այսպիսի տրամադրությամբ էին հայր ու դուստր մտել վիրահատարան ու հաղթանակած դուրս եկել։ Հայրը պատրաստ էր կարիքի դեպքում դառնալ լյարդի փոխպատվաստման դոնոր աղջկա համար։ Զուգահեռ բժիշկների պայքարն էր անել անհնարը հեռացնելու լյարդի բարդ տեղակայման մեծ ուռուցքը, որ փոխպատվաստման անհրաժեշտություն չլինի, եւ հաջողվեց։ 8-ամյա Նարինեի մոտ հայտնաբերված ուռուցքը չափազանց մեծ էր եւ ընդգրկում էր ամբողջ աչքեսը եւ մասամբ ծաղկեսը, կար համակարգչային շերտագրման, այլ գործիքային քննություններով կասկած, առայն որ պրոցեսի մեջ է ներառված նաև մեծ խոշոր անոթները, որը շատ բարդացնում էր մեր նախատեսվելիք, պլանավորվելիք գործը։ Երեխայի բուժման ամբողջ մարտավարությունը քննարկել էին նաև միջազգային գործընկերների հետ, այդ թվում Ճապոնիայի ու Բելարուսի առաջատար մասնագետների։ Հենց Բելարուս գործընկերների հետ էլ իրականացրին վիրահատությունը։ Մեր համագործակից բժիշկների հետ համատեղ այս վիրահատությունը այնուամենայնիվ հաջողությամբ ավարտվեց ատիպիկ մասնահատման իրականացմամբ, որի ընթացքում նույնիսկ նախապես նախատեսնվող խոշոր անոթների պրոթեզների կիրառման անհրաժեշտությունը եւս չեղավ։ Վիրահատությունը բավականին բարդ էր, ինքը տևեց մոտ 9-ից 10 ժամ եւ անեստեզիան նույնպես բավականին բարդ էր, ոչ ավելի քիչ բարդ, քան թե մենք ունենում ենք լյարդի փոխպատվաստման ժամանակ։ Հետ վիրահատական ընթացքը նույնպես բավականին բարդ ընթացավ եւ մենք ունեցանք եւ լյարդային անբավարարություն, մենք ունեցանք եւ սիրտոքային խնդիրներ, բայց բարեբախտաբար մենք կարողացանք հաղթահարել այդ բոլոր խնդիրները։ Մինչև վիրահատությունը երեխան անցել էր քիմիաթերապիաներ, հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, թոքաբորբով ու արտահայտված սիրտանոթային անբավարարությամբ, մի քանի ամիս անցել համապատասխան բուժումներ։ Հպարտ եմ, որ մենք ունեցանք հաջողություն, որովհետև այս դեպքը եզակի է թե վիրաբուժության եւ թե մանկաբուժության եւ թե ուռուցքաբանության համար Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միշտ աջակցում է օրգանների փոխպատվաստման հարցում մեզ, քանի որ պետությունը մասնակցում է համավճարով։ Դա օրինական, այսպես ասած, գործընթաց է, բայց այս դեպքում ոնց որ ասած ոչ ստանդարտ իրավիճակ էր եւ ծախսերը ավելի էին, քան թե օրգան կպատվաստվեր, բայց միևնույն ժամանակ մենք շնորհակալ ենք, որ եւ պետությունը եւ հիմնադրամը կարողացան մեզ աջակցեն։ Բժիշկներին հաջողվել է պահպանել երեխայի մոտ 250 գրամ լյարդային հյուսվածքը։ Բժշկական թիմի խոսքով վտանգն անցել է, իսկ հետ վիրահատական փուլը լավ է ընթանում։ Նարեկ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։